Ես հավատում եմ նաև հայր աղանին, որովհետև անձամբ իրեն ճանաչում եմ։ 23 թվականին միասին ծրագրեր ենք արել արցախահայությանը օգնելու ուղղությամբ։ Գիտեմ ինչ ազնիվ երիտասարդ է նա, ինչպիսի մաքուր սիրտ ունի եւ ինքը ինձ պատմել է իր այդ դժբախտությունը, որ եղբայրը մահացել էր 20 թվականի 44-օրյա պատերազմի նախավերջին օրը, նոյեմբերի 8-ին, եւ ես ուղղակի ցնցված էի այդ պատմությունից, որ հայր աղանին ստիպել են, նախ առաջարկել են եւ հետո ստիպել են, ու դա արել է վեհապարը, այսինքն Գարեգին Կտրիչ Ներսիսյանը, որ անպայման իր ծնողին վերցնի իր որդեկորույս մորը եւ մնացյալ հարազատներին ու մահացած եղբոր նկարով գնան վարչապետի գրասենյակի առջև եւ ցույց կազմակերպեն։ Եվ քանի որ հայր աղանը մերժել է այդ առաջարկը, իրեն իբրև պատիժ ստիպել են Թեղենի գյուղից, այսինքն Կոտայքի մարզից, տեղափոխվել է Վանաձոր եւ ծառայել է առաջնորդանիստ եկեղեցու կողքի մատորում